Ուսումը պետք է ձրի լինի, ժողովուրդ ջան։ Եթե մարդը չի կարող իր երեխու ուսման վճարը վճարի սովորելու, այդ մարդի կյանքից մի 5 տարի պակասում, որ ինքը չկարողացավ իր երեխու հարցը կարգավորել։ Թոշակները 10,000 դրամ ավելացավ, լավ 25-ը դարավ 35։ Պետք է գազի փողը մուծես, դուսի փողը մուծես, ջրի փողը մուծես, գույք հարկը վճարես, հələ պետք է դրանով ապրես, հələ ասում են կարաս Եգիպտոս էլ գնաս այդ 10,000 դրամ։ Ամեն հանդիպման ասում են, բայց ոնց որ բան չլելի կրկնել է, որ պետք է գյուղ նախարարությունի։ Բա գյուղացու համար, որ նախարարություն չլի, ում ա դիմելու, անտեր պետք է նստի, ոչ սիլիտրա կա, ոչ սերմ կա, ոչ մեխանիզացիա կա, ոչ մի բան էլ չկա, ինչ անի։ Գյուղացիներին աշխարհում չկա 25% վար, կա 0%, կա ամենաշատը 2%։ Միշտ գյուղացիները ինչ պետք է առնի, որ 25% էլ հələ տանի տոկոս փակի, ոնց էլ բացատրեք նա տասը։ Դիմել եք դա չեն տալի, պարոն Ծառուկյան, ասում եմ սպասեք։ Ես իմ երկիրը սիրում եմ, ինչ ալ եմ ես երկրում եմ արել, ստեղծել եմ, կառուցել եմ, սարքել եմ իմ երկիրը սիրելով։ Օլիմպիական կոմիտեն վերցրել եմ, որ սպորտսմենները սաղ գնում էին 8 տարի մի հատ մեդալ չենք ունեցել։ Գումարներ եմ դրել, կառուցել եմ, սարքել եմ, տրամադրել եմ, թոշակներ եմ տվել, մեքենաներ եմ տվել, ամեն ինչ գույք եմ տվել, արել եմ եւ մյուս օլիմպիական արդեն 6 հատ մեդալ ենք ունեցել։ Այսօր միայն մեր երկրում հպարտությունը, հաղթանակը սպորտն է։ Մարզիկներին այն ժամանակի պետական թոշակ չկար, ես իմ անձնական գումարներից նշանակել էինք 100,000, 300,000, 500,000, 1 միլիոն, միլիոն կես կապ չի ունեցել կուսակցական պատկանելությունը։ Կապ ունեցել մարդ արդյունքը տվել է, խնդիր չկա, խնդրեմ։